իջած կարծիքների վերաբերյալ, երկու դիտարկում, որից հետո խոսքը կփոխանցեմ պարոն Մամիջանյանին։ Իմ կարծիքով անցած տարվա ապրիլ-մայիս ամիսներից ակնհայտ դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը գնում է տոտալիտար կառավարման հաստատման, քաջ գիտակցելով, որ ուղղակի առանց այդպիսի համակարգ ստեղծելու չի կարող լուծել իր իշխանության վերարտադրության խնդիրը 2026 թվականին։ Հենց այդ փուլից սկսած շատ ակտիվ աղագնացան ռեպրեսիաները, ձերբակալություններ, եկեղեցու դեմ կամպանիա, բոլոր դրսևորումները տեսել եք, չեմ ուզում կրկնեմ, առանց դատի Դատաստանի ահաբեկիչի պիտակ կոնկրետ սրբազան պայքարի գործով հիշում ենք, այդ խայտառակությունները ամեղության կանխավարկածի մասին ընդհանրապես խոսել այն իմաստը։ Ըստ իս քաղ բանտարկյալների խնդիրը երկու ասպեկտ ունի, մեկը հումանիտար ասպեկտն է, ուղղակի որպես քաղաքացի մենք չենք կարող հանդուրժել, որ երկրում լինեն քաղ կալանավորներ, ցանկացած նորմալ քաղաքացու պարտքն է ընդվզել այդ վիճակի դեմ։ Եվ երկրորդը խիստ քաղաքական բաղադրիչ ունի, հատկապես եթե մենք խնդրին նայում ենք նախընտրական համատեքստում։ Որևէ երկրում, որտեղ կան քաղ բանտարկյալներ, վտանգված է ընտրությունների առնվազն մրցակցային բաղադրիչը։ Այսինքն հիմա եթե այս իրավիճակում մենք մոտենում ենք համապետական ընտրությունների, մրցակցային ընտրությունների մասին խոսելը ուղղակի ծիծաղել է։ Որևէ մեկը կարծում եմ առանձնապես չի հետաքրքրվում, օրինակ Կենտրոնական Ասիայի, Ադրբեջանի, շատ այլ երկրների ընտրական գործընթացում, որտեղ դուք գիտեք, որ այդ երկրում ավտորիտար համակարգ կա, քաղ կալանավորներ կան, եւ ինչ կարիք կա այդ երկրների ընտրական ցիկլերով հետաքրքրվել։ Ամեն ինչ կանխորոշված է, պարզ է։ Նույն վիճակում հայտնվել է Հայաստանը։ Այս քննարկման նպատակներից մեկը նաեւ այդ է։ Քաղաքական ուժերը, իմ կարծիքով, մեզ էլ է վերաբերում, բոլոր ուժերին է վերաբերում։ Մի կողմ թողած բոլոր տարաձայնությունները առաջին հերթին պիտի միավորվեն քաղ կալանավորների ազատ արձակման խնդրի շուրջ, ռեպրեսիաների դեմ պայքարում, անկախ բոլոր տարաձայնություններից։ Մինչև մենք այս խնդիրը չլուծենք, կրկնում եմ, ընտրությունները կորցնում են իրենց ամենակարևոր մրցակցային բաղադրիչը։ Ես որպես նախաբան այսքան ասեմ, հիմա սիրով խոսքը փոխանցեմ Հայկ Մամիջանյանին։